տրամաբանական է, չէ՞ որ այսպիսի խաղերում Հունգարիան մեծ քո ասած բավականաչափ Օրինակ Հունգարիան խփել գոլը վստահաբար կարող ենք ասել, որ այդ գոլը հասունացել էր, որովհետև նրանք մեթոդաբար ճնշեցին, պահեր ունեցան, չօգտագործեցին, այդ թվում իրական պահ չօգտագործեցին։ Դե սխալը ինչից է գալիս։ Բոլան գնդակը ստացավ եւ նրան ոչ ոք չդիմավորեց, նա հանգիստ մոտեցավ Ստուգանային հրապարակին, մեջտեղը փոխանցումը կատարեց, չկարողացան ստեղծել առանձին գլոզները կարող են, այո, հենակետային կիսապաշտպանի դիրքում ձախողում։ Այո, չդիմավորեց։ Ոչ ոք չդիմավորեց։ Հետո սխալվեց Կամո Հովհաննիսյանը, երբ պետք էր վերջին գրոհն իրականացնել։ Կամո Հովհաննիսյանի սխալից հետո եղավ նաեւ անհաջող անդրադարձ մեր Ստուգանային հրապարակում, եթե դա չլիներ, հիմա կարող ենք նաեւ այդպես ասել, բայց սխալները գալիս են մրցակցի ճնշումից։ Եթե մրցակիցը չճնշի, դու չես սխալվի։ Իսկ եթե պաշտպանությունում ոչ ոք չսխալվի, գոլեր ֆուտբոլում պարզապես չեն լինի։ Դե հա, համաձայն եմ, բայց չեմ կարծում, որ սա այն խաղն էր, որտեղ գոնե ոչ ոքի համար հնարավոր չէր պայքարել, կարծում եմ կարելի էր, եթե Բարսեղյանը օգտագործեր կամ Սպերցյանի հնարավորությունը, մենք կարճ էինք այդ։ Ես ավելի հակված եմ, որ արդյունք ոչ ոքի կստանանք, եթե գոլ բաց չթողնեինք, խփելու տեսանկյունից շատ թերացանք։